Պարոն Միրզոյան, Վրաստանի հայ համայնքը առաջիններից էր, որ արձագանքեց Հայաստանում մայրաթոռի դեմ սանձազերծված գործողություններին։ Այո, ճիշտ նկատեցիք, առաջիններից մենք էինք, երբ արձագանքեցինք Հայաստանի իշխանությունների կողմից այս սկսած արշավը վեհապարի դեմ եւ մայրաթոռի դեմ եւ դեսպանության Վրաստանի դեսպանության Հայաստանի դեսպանության շենքի դիմաց անցկացրեցինք բողոքի ցույց, պիկետ եւ հանձնեցինք նամանք դեսպանությանը կոչանելով զերծ մնան այս սադրանքներից։ Այստեղ ուզում եմ նշեմ, որ մեր կոնկրետ այս բողոքի ակցիան իշխանությունների դեմ էր, Հայաստանի իրենց կողմից վարվող այս քաղաքականության դեմ էր, ոչ թե կոնկրետ դեսպանության կամ դեսպանի կամ դեսպանության անձնակազմի դեմ։ Նիկոլ Փաշինյանին միացած եպիսկոպոսների թվում է նաև վիրահայոց թեմի նախկին առաջնորդը, նրա վերաբերյալ ինչ կարող եք ասել, բավականին ակտիվ նաև քննադատություն է հնչում նրա անցած ճանապարհի վերաբերյալ կոնկրետ վիրահայոց թեմում։ Այո, դա ճիշտ նկատեցիք, այդ տիրադաների շարքում առաջնորդներից մեկը հենց Վազգեն Միրզախանյանն է, ինչը ինձ համար շատ զարմանալի է եւ այսինքն ջղայնանում ես, որովհետեւ երբ հիշում ես իր անցած ճանապարհը եւ հիշում ես թե ինչ խայտարակ ձևով է նա հերացել թեմից, որ նույնիսկ իր վերջի պատարակը չկարողացել անցկացնել, այսինքն վախեցել է գա եկեղեցի եւ անցկացնել իր վերջի պատարակը եւ այդ մարդը այսօր խոսում մեղադրում է այլ մարդկանց, այլ ոգեորականներին սրբապղծության մեջ, դա ուղղակի չգիտեմ ինչ կոչեմ եւ ոնց համարեմ դա, որովհետև նաև ուզում եմ նշեմ, որ մեր կազմակերպությունը Վրաստանի հայ համայնքը, երբ ես դեր երիտասարդ տարիներին, ձեզ ասեմ 2010 թվականից սկսած, մենք միշտ հետո ունեցել ենք լարված հարաբերություններ, որովհետև մեր կազմակերպությունը երիտասարդական թևը ուսանողականի գլխավորությամբ միշտ անցկացրել է եւ ջահերով երթ Թուրքիայի դեսպանության ուղղությամբ եւ նաև բողոքի ցույցը ապրիլի 24-ին եւ այդ մարդը ջանք ու երանք չի խնայել եւ միշտ փորձել է խոչընդոտներ ստեղծի մեզ համար, որ այդ ցույցը ժողովրդի քանակը լինի քիչ, այդ ցույցը չկայանա եւ ժողովուրդը չգնա Թուրքիայի դեսպանատան մոտ։ Ինչ քայլերով, ինչու արդյոք ճիշտ են նաեւ այն խոսակցությունները, որ ինքը այստեղ բավականին լավ հարաբերություններ է ունեցել ադրբեջանցիների հետ, թուրքերի հետ։ Գիտեք, մեկն է, երբ որ մենք դա հասկանում էինք, գուշակում էինք եւ միշտ փորձում ենք հասկանալ պատճառը ինչն է այդ ամենի, բայց երբ որ ինքը անձամբ Պետրոսի եթերում ինքը անձամբ խոստացավ, որ ինքը բավականին մտերիմ հարաբերություններ է ունեցել ադրբեջանական թեմի հետ եւ լավ հարաբերություններ է ունեցել Վրաստանում Թուրքիայի դեսպանության հետ, այսինքն դա ամեն ինչ իր տեղին է նստում եւ հասկանում ես թե որտեղից էր քամին փչում եւ ինչն էր պատճառը, որ ինքը կարար պատարակը ձգձգեր, որ ժողովուրդը ծրվի, հոգնեն, գնան 24-ին նկատի ունեմ ապրիլի, որ չգան արդեն մեզ հետ եւ այսինքն սկսում ես հասկանալ թե լիքը խնդիրներ, որոնք թեմը այստեղ ունենում էր, պատճառները ինչն են, որտեղ այդ մարդը բաց խոստովանեց, որ ինքը մտերիմ հարաբերություններ է ունեցել իրենց հետ։ Այստեղ նաև իր պաշտոնավարման ժամանակահատվածում, իր առաջնորդության ժամանակահատվածում ակցիաներ են տեղի ունեցել, եթե ես չեմ սխալվում, կարգախոսները հետևյալն են եղել, որ դեմ են սրբապիղծ առաջնորդին, չեն ուզում սրբապիղծ առաջնորդ ունենալ։ Այո, ես շատ լավ հիշում եմ, ֆլեշմոբի տիպի բաներ Facebook-ում, իրան նկարներ, այդպես կարմիր գծով խաչված, որ այս սրբապիղծը իմ առաջնորդը չի։ Եվ լիքը մարդիկ դա կիսում էին, տարածում էին եւ ինձ համար անհասկանալի է թե ինչու այսօր այս մարդիկ ձեն չեն հանում եւ այսօր երբ որ Վազգեն Միրզախանյանը ասենց բացահայտ սկսել է արշավ եկեղեցու դեմ եւ փորձում է մեր ամենա կարևոր ինստիտուտը, որը մեր ազգը պահել է
այդ դարերի շարունակ, դա ուզում են քանդեն եւ ինչու են այս մարդիկ ինչ շահ ունեն, այս մարդիկ որ այսօրվա դրությամբ իրենք լուր են եւ միայն ոչ մի ծպտուն չեն հանում այլևս դրա վերաբերյալ։ Կա նաեւ մեր թեմում այստեղ մարդիկ կան, ովքեր որ որոշ մասով երկու քարի արանքն են, իրենք նաեւ աջակցում են այս արշավին եկեղեցու դեմ, վեհապարի դեմ ու նաեւ իրենք այդ այդ ֆլեշմոբի տարածողներից մեկն է, տարածողներն էին ու այսօր չգիտեն, այսինքն Վազգեն Միրզախանյանի դեմ լինեն, թե ոսկի աջակցեն այս արշավը տիրադավների մեր եկեղեցու դեմ։ Նա այդպիսի մարդիկ էլ կան։ Նրա հարցազրույցից դուք նաև մեջբերում արեցիք նույն Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում ինքը խոսում էր թե ինչեր է արել, նաև անդրադառնում էր թե վերնատունն է, հա, վերանորոգվել իր ջանքերով եւ այլը, դուք ինչ եք հիշում եւ այս առումով ինչ տեղեկատվություն կարող եք փոխանցել։ Գիտեք, այսինքն ճիշտ նկատեցիք, ինքը իր այդ հարցազրույցի մեջ ասաց, որ իմ ամենամեծ ձեռքբերումներից մեկը եղել է, որ վերադարձվել է Հովհաննես Թումանյանի տուն թանգարանը, բայց չգիտես ինչու ինքը միայն ոչ մի ձայն չի հանում, ոչ մի բառ չի ասում նրա մասին, թե ում շնորհիվ է որ մարդկանց շնորհիվ է այդ տունը վերադարձվել, այսինքն ում գումարներով, ով է վերականգնվել, այսինքն միայն ոչ մի ձայն չի, ոչ մի անուն չի տվել, ոչ Ռիտա Սարգսյանին է նշել, ոչ նշել է Ռուբեն Վարդանյանին, ոչ նշել է այսօրվա Գյումրու քաղաքապետի անունը Վարդան Ղուկասյանին, այսինքն այդ մարդկանց շնորհիվ է, որ այս տուն թանգարանը վերադարձվել է թեմին, բայց ինքը դրա մասին ոչ մի խոսք չի ասում։ Եվ նաև եկեղեցիների վերանորոգման հետ կապված կարծես այդ հարցի շուրջ եւս սկանդալի մեջ է հայտնված եղել կամ առնվազն եղել են նրա հասցեին մեղադրանքներ չարաշահումների հետ կապված։ Նրա հասցեին, գիտեք, այնքան մեղադրանք է թեմում, այսինքն ովքեր որ յուրաքանչյուր հայ, ով համայնքային կյանքով Թիֆլիսում այսօր ապրում է կամ այն ժամանակ ապրել է, բոլորը գիտեն, բոլորը շատ լավ հասկանում են, թե ինչ անձնավորություն է Վազգեն Միրզախանյանը։ Ու գիտեք այդ օրը երբ որ իր դեմ այս արշավը, որ ինքը արդեն պետք է հերանար եւ որ ասեցի ձեզ որ ինքը պատարակը նույնիսկ չանցկացրեց, անկախ այդ ամենից որ մենք լարված էինք հետը միշտ ինքը մեզ միշտ խոչընդոտում էր, մեր կազմակերպությունը մենք առաջիններից էինք, ովքեր որ իր կողքը կայնեցինք, այսինքն կայնեցինք ոչ թե իր կողքը, այլ կայնեցինք եկեղեցու կողքը, որտեղ հաշվի առնելով որ ինքը սրբազան էր եւ իրեն վեհապարը չէր կարգալուծե, մենք ճիշտ գտանք, որ մենք պետք է կայնենք եկեղեցու կողքը եւ թույլ չտվեցինք այդ մարդկանց, այդ սադրիչներին, ովքեր որ եկել էին եկեղեցի եւ փորձում էին սադրել ժողովրդին էին փորձում բարկացնել եւ այլ իրենց թույլ չտվեցինք իրենց նպատակին հասնելուն եւ ես այսօր էլ դա չեմ փոշմանում որ դա արել եմ, որովհետեւ եւս մեկ անգամ կրկնեմ, որ ես պաշտպանում էի իմ համոզմամբ պաշտպանում էի եկեղեցին եւ նույնը կանեի հիմա էլ գիտենալով թե ինքը ոնց է դավաճանելու հետո վեհապարին։ Այսինքն ձեզ համար այդտեղ ոչ թե իր անձի խնդիրներ, այլ թե եկեղեցու պաշտպանության խնդիրներ եւ հիմա փաստորեն ինքը ճիշտ հակառակ ճանապարհով է գնում, ոչ միայն վեհապարին է թիրախավորում, այլ նաև ստորագրում է մի հայտարարության տակ, որը ըստ էության եկեղեցին քանդելու վերաբերյալ է, որքան էլ այն կոչեն բարենորոգման։ Ես առաջի զարմանքը ապրեցի, երբ կարդացի սոցցանցերում, որ ինքը այն մարդկանց շարքում է, ովքեր որ մեղադրեցին Արշակ Սրբազանի սրբապղծության մեջ, եւ այդ ժամանակ ես զարմանք ապրեցի, ես չհասկացա, այսինքն ոնց կարա Վազգեն Միրզախանյանը ինչ որ մեկին մեղադրի սրբապղծության մեջ, դա անհասկանալի էր իմ համար եւ այսօր էլ այսինքն իմ տեսակետը այս հարցին նենց է որ ես այն ժամանակ երբ որ իրեն պաշտպանում էի, չնայած որ ես գիտեի ինքը ով է ու ինչ անձնավորությունն է, ես պաշտպանում եմ իմ եկեղեցին եւ նույնը եղնելու է նույնը այսօր է կատարում եւ նույնը եղնելու է վաղը, այսինքն բոլոր լինելու բոլոր այն մարդկանց դեմ, ովքեր որ մեր եկեղեցու դեմ են լինելու, այսինքն մեր ազգի դեմ են լինելու։ Այսինքն միակ ելքը, որ ինքը գնար, որպեսզի եկեղեցին չթիրախավորվեր, դա է։ Միակ ելքը այն ժամանակ, այսինքն իր քաղաքականության, իր այդ ապրած կյանքի այստեղ վիրահայոց թեմում ինքը հասավ նրան, որ ինքը ուղղակի խայտարակ ձևով գնաց տեղից եւ ուրիշ ելք ուղղակի ինքը չուներ այլևս։ Դա է փաստը։ Նաև
Վարքի հետ կապված դուք ասացիք զարմացաք, երբ ինքը իմացաք, որ ինքն էլ է, հա, միանում Արշակ Սրբազանի դեմ պայքարին, վեհափառի դեմ պայքարին։ Այստեղ նրա անվան շուրջ բազմաթիվ խոսակցություններ են պտտվում, ինչպես նաև մարդիկ կան, որ փորձում են նաև փաստեր ներկայացնել կոնկրետ սիրային կապերի վերաբերյալ եւ այլը, դուք այդպիսի տեղեկատվություն լսել եք։ Տեսեք, այն ամենը ինչ ես հիմա ձեր հետ խոսում եմ, օրինակ նույնը ինչ ես ասացի Թումանյանի տուն, Հովհաննես Թումանյանի տուն թագարանի վերաբերյալ, դա ամեն ինչ գրված է թերթերում։ Նույնը իր այդ սերական կապերի վերաբերյալ, այսինքն մամուլը, որ կարդանք 2017-18 թվի մամուլը, դա պարզ ամեն ինչը գրած է։ Քանայի ընտանիք է քանդե, այլ հայկական ընտանիքներ է քանդե, այդ ամենի մասին գրված է։ Այսինքն դա ես չեմ ասում, դա գրված է թերթերում եւ ես չեմ հասկանում այդ մարդիկ ովքեր որ դժբախտացել են այստեղ, ում ընտանիքները քանդվել են այստեղ, ինչու են իրենք լուր։ Երբ այդ մարդը փորձում է քանդի մեր եկեղեցին։ Ես միանշանակ համոզված եմ, որ դա չի հաջողվի, եւ ես զարմացած եմ 2018 թվին իրան ինչի կարգալույց չեն արել։ Եվ ինչպես է համայնքը արձագանքում եկեղեցու դեմ արշավին։ Դուք տեսնում եք ընդհանուր դիրքորոշում, թե այստեղ նաև գործի է դրվել պարակտման, հա, գործիքակազմ։ Ես կարամ ասեմ հետեւյալը, որ ես համոզված եմ, որ այն հայը, ով վիրահայոց թեմ, ովքեր որ ազգային մտածելակերպ ունեն եւ համայնքային կյանքով ապրում են, չեն կարող աջակցել Վազգեն Միրզախանյանին այդ իրադավների շարժմանը եւ չեն կարող աջակցել այն ամենին, ինչը կատարում է մեր եկեղեցու շուրջ։ Դա ուղղակի անհնար է։ Եվ եթե կան անհատներ, ովքեր որ այլ ձև են մտածում, միանշանակ համոզված եմ, որ դրանք վաղ թե ուշ ջրի երես դուրս են գալու եւ հասարակությունը, համայնքը իր եզրակացությունները կանի, թե ոնց շփվի այդ մարդկանց հետ եւ կգիտենա թե ով են իրենք։ Դուք ժամանակին թիրախավորվել եք նաև իր կողմից, չնայած ասում եք, որ ինքներդ ձեր հերթին ժամանակին փորձել եք պաշտպանել ոչ թե նրան, այլ եկեղեցին, նշում եք նաև, որ ձեզ խոչընդոտել են, կոնկրետ ինչ գործողություններով են խոչընդոտել, չգիտեմ, իրավապահների աջակցությամբ, ճնշումների միջոցով, այսինքն ինչ մեթոդներով են ձեզ խոչընդոտել։ Տեսեք, հիմա ես ուզում եմ, որ մենք կոնկրետ չեմ ուզում շեղվենք թեմայից եւ այսինքն ճիշտ կլինի հենց կոնկրետ Վազգեն Միրզախանյանի մասով ինքը ապրիլի 24 միջոցառումներին իր խոչընդոտը եղել է այն, որ ինքը ժողովրդին փորձել է եկեղեցում երկար պահի պատարակը մենք մեր նպատակն է լինում, որ մենք պատարակը մեր ցույցը անցկացնում ենք նենց, որ այսինքն պատարակից հետո որ ժողովուրդը տրանսպորտ նստի, ավտոբուսներ ենք տրամադրում եւ տանում ենք ցույցի վայր։ Եվ այդ մարդը անում էր ամեն ինչ, որ այդ ժողովուրդը երկար ժամանակ չդուրս գան եկեղեցուց, ծրվեն, հոգնեն եւ այսինքն դա էր իր խոչընդոտները։ Ինքը փորձում էր այլ տեղ տանի ժողովրդին, այսինքն ոչ թե տանի, ոչ թե ժողովուրդը գան դեսպանության առջև իրենց բողոքի ձայնը բարձրաձայնեն, այլ միջավայր տանեն, որտեղ որ իր կարծիքով պետք է լիներ ինչ որ հուշարձան եւ փորձում էր այդպես շեղել ժողովրդին եւ ինչ որ մասով դա իր մոտ հաջողում էր։ Այսինքն ուղիղ հասցեատերերի մոտ ամեն կերպ փորձում էր այնպես անել, որ չհասնի։ Այո, ինքը ամեն ձև նենց էր անում, որ այս ցույցերը չկայանան, մարդաշատ չլինեն եւ ինչու՞ չէ նաեւ չկայանան։ Եւ ամեն ձև դա փորձում էր ցույց տալ եւ հիմա դա պարզ դարձավ այդ հարցազրույցից, թե որտեղից էր այդ կամին փչում եւ ինչ ում համար էր այդ ամեն ինչ ինքը անում։ Իսկ հոգևորականների հետ կապված այս թեմի ինչ կարող եք ասել, բոլորն են միասնական, բոլորն են պաշտպանում հայոց եկեղեցին, վեհափառին։ Գիտեք, պաշտոնական մասով պետք է ասեմ, այսինքն ես ներքին խոհանոցին տեղյակ չեմ, բայց երբ
մի քանի օր առաջ երբ տարածվեց տեղեկություն որ իբր քահանաներ որոշ քահանաներ միացան այդ եկեղեցուն բարենորոգման ինչ որ ծրագրին, տենց կոչված այս տիրադավների շարժմանը փորձեցին ստեղծել տպավորություն իբր շարժը թափ է հավաքում, բայց իրականում հակառակը ստացվեց եւ հարյուրավոր քահանաներ Հայաստանում եւ Հայաստանից դուրս իրենց աջակցությունը հայտնեցին վեհապարին եւ մայրաթորին եւ ես շատ ուրախացա, երբ որ այդ հայտարարությունների այս ցուցակում, այսինքն լրահոսս Facebook-ի անընդհատ ինչ որ քահանայի հայտարարություններ բաներ եւ վերջում արդեն ես նաեւ տեսա վիրահայոց թեմի քահանաների հայտարարությունները, թե Ջավախում, թե Թիֆլիսում ու ոչ բոլորն են ցավոք սրտի ներկայությամբ միացի այդ հայտարարությանը, միգուցե կամ պատճառներ արդար որտեղ ես շատերին որ ճանաչում եմ մեծամասնության հետ բավական լավ հարաբերություն ունեմ եւ կան իրենց մեջ մարդիկ, ովքեր որ բացահայտ իրենց աջակցությունը չեն հայտնել, կար տարբեր պատճառներ եղնի, օրինակ որ Facebook չունեն կամ սոցցանցերից չեն օգտվում, չնայած որ կարծում եմ իհարկե գործը իրենց գործն է, ոչ ոք իրավունք չունի փորձի իրենց ճնշել կամ համոզել որ դա անեն, բայց կարծում եմ որ մենք նենց պահին ենք հասել, նենց վիճակում ենք որ բոլորը պետք է ցույց տան իրենց դիրքորոշումը, որ նաև թեմում էլ մարդիկ հասկանան թե ով է եւ ում հետ ոնց վերաբերվեն։ Իսկ ինչ որ կասկածներ ունեք, ինչ որ մեկի հետ կապված։ Ես կասկածներ ունեմ, բայց այսինքն երևի ճիշտ չի լինի, որ ես դրա մասին խոսեմ, դա այսինքն իմ խոսալունը չի, դա պետք է ժամանակը ցույց կտա եւ պարզ կլինի թե ով ինչ դիրքորոշում ունի։ Պարակման ուղղությամբ առնվազն աշխատում են այստեղ։ Աշխատելով չեմ կարծում որ փորձեն աշխատել, բայց միգուցե լինեն փորձեր, չգիտեմ, չեմ կարող ասել։ Դուք այստեղ բավականին ակտիվ եք եղել, բայց եթե ես չեմ սխալվում, նաև ծրագրեր ունեք Հայաստան տեղափոխվելու։ Այո, ես որոշել եմ, որ ընտանիքիս հետ այսինքն տեղափոխվենք Հայաստան, Աստված առաջ հույսով եմ դա կհաջողվի, սենց նպատակներ ունենք, հույսով եմ կհաջողվի։